Սաղաթելյան երեք խորհրդարանի անդամից Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ երեք նախագահների այդ բանավեճի թեմային եւ երևի թե լսել եք թե ինչ կերպ արձագանքեց, ինչ հայտարարություններով, ինչ բառապաշարով ու սպառնալիքներով, գուցե դուք գնահատականը տվեք։ Ես գնահատականը ինչպես կարձագանքեք, ինչ գնահատական։ Ես գնահատականը 21 թվին եմ տվել, երբ որ կրկին բանավեճի առաջարկ կար, ես շատ պարզ հայտարարել եմ, մինչև բանավեճը ինքը պետք է որևէ կլինիկայից մի փաստաթուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի, նոր դրանից հետո քննարկել ընդհանրապես իր հետ արժի բանավիճել, թե չէ, այդ մարդը լուրջ հոգեկան խնդիրներ ունի եւ երկիրը ղեկավարում է այդ մարդու կողմից, այսինքն առանց այդ թղթի իր հետ բանավիճելը անիմաստ եմ համարում։ Պարոն Սաղաթելյան, ամեն դեպքում այդ նյարդային վիճակ, ինչպես դուք եք բնութագրում, հնարավոր է, որ պայմանավորված է նաև խաղաղության գործընթացը, որտեղ որքան էլ ասում են բոլոր պահանջները բավարարում են Ադրբեջանը, ինչպես ընդդիմություն է պնդում, ստանում են համաձայնեցված փաստաթուղթ, բայց Ադրբեջանը շարունակում է դնել այդ նոր պահանջներ եւ երեք Ադրբեջանի աշխատողներ։ Ինքը ստացան խաղաղության այդ ամբողջ գործընթացը, այսպես կոչված, պղծել է։ Դուք պատկերացնում եք Զավեշտը, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը, այսպես կոչված վարչապետը հայտարարում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթաց ավարտվել է, դրանից ընդամենը րոպեներ հետո Ալիևը թելադրում է նոր պայմաններ եւ հայտարարում, որ քո նկատմամբ կա զրոյական վստահություն եւ այն բոլոր բանավոր խոստումները, որ տվել ես, այլևս չեն վստահում, պետք է դրանք եւս արձանագրվեն փաստաթղթի վրա։ Այսինքն, մինչ այդ ընդամենը դրանից 1 ժամ առաջ ինքը հայտարարել էր խաղաղության գործընթացի ավարտ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ավարտ էր հայտարարել։ Այսինքն բնականաբար ինքը պղծել է այս ամբողջ գործընթացը, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ խաղաղության մասին որևէ խոսք չկա, դա ավելի խորը եւ համապարփակ կապիտուլյացիայի մասին է եւ նույնիսկ դա Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել։ Այո, իր բոլոր նոպաները պայմանավորված են երկրի շուրջ ստեղծված իրավիճակով, նաեւ այն ներքաղաքական գործընթացներով, որ տեղի են ունենում։ Ինչ ներքաղաքական։ Հենց այս պահին ինչ որ արվում է Գյումրիում ընդդիմադիր տեխնացուների նկատմամբ, դա եւս պայմանավորված է իր վարկանիշով ստեղծված վտանգներով, ինքը հասկանում է իր կործանման եւ խորտակման վտանգը եւ այն ռեպրեսիաները, որ իրականացվում են հենց հիմա Գյումրիում, տարբեր քիչ առաջ նաեւ տեղեկություն եղավ, որ մարտում Գրիգորյանի գրասենյակեն ներխուժ է, դրանից առաջ գիտեք Մայր Հայաստանը, այսինքն Վարդան Ղուկասյանի համար հիմքերը 3 էին ստեղծվել, գործ ունենք մի խելագարի հետ, իսկ իրավապահ մարմինները ընդամենը բութ գործիք են սրա ապօրինի հրահանգները կատարելու եւ իշխանության վերարտադրությունը ապավելու համար դատախազը հիմա որ խոսում է, ինքը վաղուց պետական շահերի պաշտպանը չի, ինքը Նիկոլի ապօրինի հրահանգները կատարող պաշտոնյա Վարդապետյանը դեռ մնացել է Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում։ Այո, մի բան էլ ավել, ինքը պետական շահերի հետ որևէ կապ եւ առնչություն չունի, ընդամենը նրա ապօրինի հրահանգները կատարող։ Արցախի շարժումը ավարտելու Փաշինյանի հայտարարությունը դա Ադրբեջանին էր ուղղված մեսիջ էր, որ մենք հրաժարվում ենք, պետք է ստորագրենք խաղաղության փաստաթուղթ։ Եվ այդ նախագահների վրա հոխորտալը եւ այդ հայտարարությունը, որ Արցախյան հիմնախնդիրը փակված է, շարժումը փակված է, դրանք բոլորը ուղղված են Ալիևին եւ Ալիևին դուր գալու համար է դա անում։ Բայց կա նաեւ մի ուրիշ խնդիր։ Այսօր Ադրբեջանի բոլոր պահանջները Արցախի մասին չեն, Հայաստանի մասին են։ Հենց այդտեղ է կրկին ուզում էր հասարակությանը խաբել հերթական անգամ, որ եթե Արցախի հարցը փակենք, մեր բոլոր խնդիրները լուծվելու են, բայց իրականում այսօր Ադրբեջանի պահանջները վերաբերվում են Հայաստանին։ Եվ ընդամենը 2 հոգի կա, որ վերջի 4 տարվա մեջ ամեն կերպ փորձում է Արցախյան հարցը փակել, դա Ալիևն է եւ Էրդողանը։